Գարանային տոնը, սիրելի կանայք, թող խաղաղությունն ու սերը միշտ աջակցեն ձեզ։ Օրերս Նինոց Մինդայի թիվ 1 և 2 մանկապարտեզներում անցկացվեց մի փոքրիկ ակտիվություն, նվիրված ապրիլի 7-ին։ Ապրիլի 7-ը Մայրության և Գեղեցկության տոնը մանկապարտեզներում նշվեց տոնական տրամադրությամբ։ Դաստիարակներն ու ավագ խմբի երեխաները պատրաստել էին գեղեցիկ համարներ, երգեր, պարեր, իրենց սրտի խոսքը փոխանցելով մայրիկներին ու տատիկներին։ Ներկա գտնվեցինք թիվ 2 մանկապարտեզի ակտիվությանը։ Ողջունում եմ բոլորին, այսօր մենք կազմակերպել ենք փոքրիկ ակտիվություն նվիրված կանանց միամսյակին։ Ուզում եմ առիթից ելնելով շնորհավորեմ բոլոր կանանց միամսյակը, ցանկանալով նրանց կանացի երջանկություն եւ ապրեն իրենց փոքրիկների հետ խաղաղ երկնքի տակ։ Մանկապարտեզի դահլիճը գեղեցիկ ձևավորված էր գարնանային թամ ծաղիկներով, գունեղ պարագաներով։ Փոքրիկները հագնվել էին գարնան վառ գույներով, խորհրդանշելով նոր կյանքի, սիրո և գեղեցկության զարթոնքը։ Սիրելի մայրիկներին փառաբանող երգերի հնչյունների տակ փոքրիկները պարեցին մեծ ոգևորությամբ ու սրտանց նվիրումով։ Նախ ուզում եմ ողջունել բոլորին, ես այսօր ներկա եմ եղել այսօրվա մանկապարտեզի կազմակերպած ակտիվություններին, երեխաների և մեր սիրելի ուսուցիչների կազմակերպած։ Նախ ասեմ, որ ինչպես միշտ հրաշալի էր, տպավորիչ էր և հուզիչ, որպես մայր, իսկ հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին և առիթից օգտվելով շնորհավորել բոլոր կանանց, աղջիկներին, թող առողջ լինեն, նրանք շատ պետքական մարդիկ են այս կյանքում, մայրեն, բոլոր աղջիկները, մեր ապագա մայրիկները, տատիկները, բոլոր կանանց առողջություն եմ մաղթում, խաղաղ երկինք, որպեսզի նրանք ինչքան որ ապրեն հանգիստ խաղաղ երկնքի տակ։ Իսկ այսօրվա մեր ակտիվության մասին ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել և կրկին շնորհավորել նաև մեր ուսուցիչներին և բոլոր կազմակերպիչներին։
ცხოვრება ფერადის გაბარია. Դեպի կոշան հացի խարունից միտած սախ է. Մանկապարտեզի երեխաները մայրիկների շնորհավորեցին երկու լեզվով՝ վրացերեն եւ հայերեն, արտահայտելով իրենց սերն ու երախտագիտությունը յուրովի, յուրաքանչյուրն իր անհատական մոտեցմամբ։ Նախակրթարանի դաստիարակների կազմակերպած ակտիվությունն անցավ ջերմ, հուզիչ ու հիշարժան մթնոլորտում, թողնելով անջնջելի տպավորություններ բոլոր ներկաների սրտերում։